Պարոն Ավետիսյան, արցախցիներին տրվող սոցիալական աջակցությունը փաստորեն կրճատվում է ու սա բողոքի ալիք բարձրացրեց հենց արցախցիների շրջանում։ Կառավարության պարզաբանումն այսպիսին է, որ այսպիսով մղում ենք մարդկանց աշխատանքի, հենց ձեր հարցին ի պատասխան սոցիալնախարարն ասաց, ինչ պիտի արվի այս իրավիճակը ի վերջո բալանսավորելու համար, որովհետև ըստ էության հասկանալի է, որ այդ աջակցությունն էլ տևական ձգվել չի կարող։ Եթե ուզում եք ես ձեզ անկեղծ պատասխանեմ եւ իմ կարծիքն ասեմ եւ կարծում եմ նաեւ բազմահազար մեր քաղաքացիներ վստահաբար կիսում են իմ կարծիքը, այսօրվա կառավարության այս վարքագիծը, որ արցախցիների իրավունքների պաշտպանությանը, մասնավորապես սոցիալական իրավունքների պաշտպանության եւ աջակցությանն վերաբերում, ընդամենը ունի շատ կոնկրետ նպատակ։ Արցախահայությանը ստիպել, մղել արտագաղթի եւ ոչ թե արմատավորվելու Հայաստանի Հանրապետությունում, այլ միանշանակ մղել ամեն գնով մղել արտագաղթի։ Եթե ասեք ինչու, այդ հարցն էլ ունի շատ հստակ, պարզ ակնհայտ պատասխան, որովհետեւ իրենք վախենում են այն օբյեկտիվ դժգոհությունից, որ այսօր տասնյակ հազարավոր արցախցի մեր քույրերն ու եղբայրները հենց իրենց եւ իրենց իշխանության նկատմամբ ունեն եւ օբյեկտիվ է այդ դժգոհությունը, այսինքն շատ լավ գիտեն, որ դա իրենց համար, այսպես ասենք, քաղաքական հենարան չի կարող լինել, հակառակը միշտ քաղաքական իմաստով ռիսկ է, դժգոհությունների աղբյուր է լինելու եւ օր առաջ ուրեմն դրանից ազատվելը իրենց համար քաղաքական նպատակ է։ Ասեմ էլի ինչու, որովհետեւ իրենք առաջնորդվում են բացառապես մեկ օր ավել իրենց սեփական աթոռը ամեն գնով պահելու միակ շահով։ Եվ դա, եթե աթոռը սասանվում է, իրենք էլ չեն նայում հայրենիք հանձնել է, իրավունք ոտնահարել է, մարդկանց արտագաղթի մղել է, պատրաստ են ամեն ինչի։ Մենակ աթոռի ոտը չշարժվի։ Պարոն Ավետիսյան, շատ լավ, սա հասկացանք, բայց սոցիալական մասով, սոցիալական այդ աջակցությունը, ասում են, չի կարող ի վերջո անվերջ ձգվել, այդ դեպքում ինչ անել։ Անվերջ պետք չի ձգվի։ Սոցիալական աջակցությունը տրամադրում այնքան ժամանակ, քանի դեռ մարդը կյանքի դժվարին իրավիճակում այդ խնդիրը լուծված չի։ Ինչ էին տալիս 40 + 10,000-ը, որովհետև օրինակ 4 ընտանիքի հաշվարկով մոտավորապես 2 երեխա, 2 մեծ, այդ գումարը առնվազն մոտ էր եւ լուծում էր բնակարանի վարձավճարի խնդիրը։ Հիմա ասում են բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում բնակարանային ապահովման, շատ լավ։ Եթե այդ ծրագրով կոնկրետ այդ ընտանիքին, որտեղ կա 2 երեխա, 2 չափահաս, չես կարողացել ապահովել բնակարանով, այսինքն այդ մարդը կորցրել է իր տունը, իր կայուն եկամուտը, այդ ամեն ինչը պարզ է եւ հիմա գտնվում է Հայաստանի Հանրապետությունում եւ դու իրեն որպես պետություն ունես պարտավորություն, միջազգային պարտավորություն ի դեպ, կամ ապահովես ժամանակավոր բնակարանով, օրինակ սոցիալական բնակարանով, կեցության հնարավորությամբ, կամ ասենք օրինակ վճարում ես վարձավճարը, աջակցում ես, որպեսզի ինքը վարձով բնակարանով մինչեւ ձեռք կբերի իր բնակարանը այս կամ այն պետական աջակցությամբ, բայց կոնկրետ հազարավոր ընտանիքներ այսօր տարբեր ռեգիոններում Երևանից մինչև Գորիս, ուրեմն մինչև Արարատ, Կոտայք, Լոռու մարզ եւ այլն, չունեն դեռ այդ որևէ ծրագրով ապահովված չի իրենց բնակարանը, չունեն բնակարան, շարունակում են ապրեն վարձով։ Հիմա այդ 200,000 դրամը, որ այդ ընտանիքը ստանում էր երեկ, հիմա այսօրվանից ապրիլի 1-ից, ապրիլի 1-ից, եթե 200,000-ը դու դարձնում ես 160,000, հետո ասում ես 3 ամիս հետո կդարձնեմ ներողություն, դարձնում ես 80,000, 200,000-ը դարձնում ես 80,000, հետո ասում ես 3 ամիս հետո կդարձնեմ 60,000 եւ այդպես կստանաս մինչեւ տարվա վերջ, այդպես էլ կմարի կգնա։ Բա լավ, այդ մարդը ոնց է վճարելու հաջորդ ամսվա, ապրիլ ամսվա վարձավճարը։ Ասում եմ հազարավոր ընտանիքներ, ինչքան էլ գովում եք այդ ծրագրերին, հազարավոր ընտանիքներ դեռևս բնակարանով ապահովված չեն եւ այդ ընտանիքներում ապրում են ոչ միայն երեխաներ, այլ նաեւ թոշակառուներ, այլ նաեւ հաշմանդամություն ունեցող անձինք, հայրենիքի նկատմամբ վաստակ ունեցող մարդիկ, ի վերջո տնավեր եղած մարդիկ, որոնք որ պետությունից ստանում էին այդ աջակցությունը եւ մի կերպ կարողանում էին դրան զուգահեռ գոյատևել։ Ինչ անեն, դուրս գան, դառնան անտուն։ Էսա,
Այսինքն դուրս գան դառնան անտուն եւ հաջորդ քայլն էլ արտագաղթեն գնան։ Այն ինչ որ խոսքի սկզբում ասեցի։ Պարոն Ավետիսյան, բայց կան նաև բնակարաններով ապահովելու ծրագրեր, չէ՞, մինչև 5 միլիոն են տրամադրում, ինչու սրանից չօգտվել են եւ հասանելի։ Ինչի՞ բայց չեն լուծել այդ բնակարաններին։ Նախ այդպիսի ծրագրերը մի օրում չեն կարող լուծեն 120,000 մարդու բնակարանային ապահովման հարց։ 1. Քանի չեն լուծել այդ ընտանիքներին, որ ասում է հավերժ պետք չի։ Այդ հավերժ ասողը ինքը մանիպուլյացիայի վարպետ է։ Հավերժ պետք չի։ Պետք է այնքան ժամանակ, մինչև կոնկրետ ծրագրով կոնկրետ մարդու բնակարանային խնդիրը լուծես։ Քանի չես լուծել, դու իրավունք չունես որպես պետություն, ասես ինչ ուզում ես արա, երեխայի ձեռքից բռնի գնա փողոցում հայտնվի։ Սա սոցիալական չի։ Ոչ էլ պետական է, ոչ էլ միջազգային որևէ կերպով համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Սա ընդամենը պարզ նաիվ սրիկայություն է նեղ քաղաքական դրդապատճառներով։ Այսինքն կարծում եք անհատական մոտեցում էլ պիտի լինի արցախցի ընտանիքների հանդեպ, ճիշտ եմ հասկանում։ Իհարկե պետք է մարդկանց կարիքը գնահատվի, պետք է խնդիրը լուծվի։ Այո, եթե մարդուն առաջարկում ես աշխատանքով ապահովում ես, բնակարանով ապահովում ես, բնականաբար այդ աջակցությունը չես տրամադրում իրան։ Որովհետև տեղը բնակարանով ապահովել ես պետական աջակցությամբ, բնական է, չէ՞։ Էլ ինչ վարձավճար։ Բայց քանի դեռ այդ մարդը քո կոնկրետ եղած ծրագրերով հասանելի չի եղել իրան, իր բնակարանային խնդիրը լուծված չի, ոնց է ձեր մտքով անցնում կամ ձեր ձեռքը բռնում, որ այդ մարդուն այսպես ստիպեք, որ հայտնվի փողոցում։ Իսկ դուք գիտեք, այսինքն եթե բնակարանի վարձը չտվեց 1 ամիս, 2 ամիս, ինչ պիտի լինի այդ մարդու հետ։